փորձեմ այսօր թեման բացեց հետքը, շարունակեց ազգային ժողովում Գառնիկ Դանիելյանը եւ ոնց որ ավարտին է հասցնում Մեսրոպը Մանուկյան Պետրո Զահրոկյանի հետ։ Անկեղծ ասեմ ձեզ, վերջերս տեսանյութ ուղարկեցին ձեր հրապարակած։ Սկզբից իմ տպավորություններ, որ կարգին հաղորդման են սկեչերից այն, որ երկու ծխած նստած իրար հետ խնդում են լուրջ, հետո որ սկսեցին այլ ասյալ, բայ Մեսրոպն աղբեր, հետո ասի, որ մերոնք ավականի են, էլի վերջո, էլի։ Հարգելներս, լավ, հիմա եկեք ավելի կոնկրետ եւ լուրջ, ես հույս ունեմ, անկեղծ եմ ասում, էլի, երբ որ կեղտոտ կոշիկներով փորձում են մտնել բիզնեսի դաշտ, դա շատ զզվելի է, քաղաքականությունը քաղաքականություն, դնենք մի կողմ, ես գալիս եմ դիմակով, պարոն Մանուկյան, ձեզ եմ ասում եւ ուղիղ հատուկ եմ եկել, որ ձեր աշկերին նայելով ասեմ, ես ձեզ ուղիղ այդ օրը ասեցի, ես վատ առողջ եմ, դիմակ եմ դնում, որ դուք չվարակվեք, ոչ միայն դուք, այլ հանձնաժողովի անդամները, դուք այդ կտորը չեք դնում ձեր տեսանյութի մեջ, բայց ձեր ելույթը դնում եք, տենց ասեցիք, էլի, տենց ասեցիք, տենց չի, ընկեր, ձևը տենց չի, դնում ես երկու կողմանին դիր, ինչ վերաբերում, ընկեր, կատակ կանես քո ընկերներիդ հետ, լսեցիր, կատակ կանես քո շրջապատումդ, չգիտեմ ում հետ որ կգտնես, ուրեմն, ինչ վերաբերվում է ձեր նշած ծափ տվողներին, ես կխնդրեմ հարգանքով խոսակ մարդկանց մասին, ովքեր աշխատում են եւ այդ կոչվում է հանդիսատես, այլ ոչ թե ծափ տվողներ։ Այդ ես վստահ եմ, պարոն Մանուկյան, ես ձեզ ճանաչելով էլի ձեր ընտանիքը, ես վստահ եմ, որ դուք այն մարդկանցից չեք, որ թոշակառուներին կուզեիք տես ծաղրանքով ներկայացնեիք։ Այդ հաղորդումների մեծ մասին գնում են թոշակառուներ ու գնում են տասնյակ տարիներ, համ տնից դուրս են գալի, համ զբաղվում են 2-3 ժամ էլ հաղորդում են, նայում, մասնակցում են, մի հատ գումար են ստանում։ Չի կարելի, զուտ չի կարելի։ Ընկեր, ուրեմն հեսա հարցիդ կպատասխանեմ, հեսա հարցիդ կպատասխանեմ, հետ էլ կասեմ։ Պարոն Սարգսյան, ամենայն հարգանքով։ Հասկացա, լավ, փորձեմ արագացնել։ Չէ, խնդրում եմ Ժորժ ջան, իհարկե տենց բոլորս շեղվեցինք, բայց մի հատ վերադառնանք մեր գառներին, էլի։ Սա թուրքերի արտոնությունների մասին հարցն է, դրա վերաբերյալ, պարոն Սարգսյան ջան, բան կա։ Պարոն Ավենյան ջան, ամենայն հարգանքով էլ եմ ավարտել, բոլորին թողել են ինչ եղել, ու բոլորն էլ այդ նույն տրամաբանության մեջ շեղվել են, էլի, ներողություն։ Ուրեմն Պարոն Զահրոկյանը մեկնաբանություններում գրում է, ինձիվիդում կաստինգ սպեն պետական տենդերները շահում 2020 թվականից, կա հետի, պահել եմ։ Հիմա ես ստեղից ասում եմ, դու սուտ ես ասում։ Չէ, դու սուտ ես ասում, որովհետև ես հանրային հեռուստաընկերության հետ աշխատում եմ 2000 առնվազն 14 թվականից պայմանագրի օրինակն էստե բերել եմ, եթե պետքա ցույց կտամ։ Չի կարելի հանրությանը խաբել, չի կարելի մոլորեցնել, դու խոսում ես բիզնեսի մասին, մի րոպե, ես հուսով եմ ենքան ազնվություն կունենաք, նույն ձև հերկումը կգրես, ոնց որ գրում ես ու մեղադրում ես, այդ տենց, մյուս մասով, խնդրեմ տեսանյութեր դնելու Ժորժ ջան, անդրեք ամբողջական էլ, երբ որ ինչ-որ խոսակցություն է ալում, էլի, կիսատ պռատ բաներ պետք չի դնել, ես ասեցի անցա գնացի, այդ կինոների այդ ժանրը թարգենք, էլի, այն որ հերոսը մտավ սենյակ եւ բոլորը պարկած հայտնվեցին վերջում, տես չի լինում։ Ինչ վերաբերվում է դիմակին, պարոն Մանուկյան, ես անկեղծ եմ ասում, շատ զարմացած եմ, որ ձեզ այս սովորական բժշկական դիմակը տենց զարմացրեց եւ ուրախացրեց։ Չէ, ախր դուք կարմիր դիպլոմով ավարտած մարդ, գիտական աստիճանների պաշտպանած, ոնց որ դուք եք ասում, էլի։ Ասել ոնց կարաք չիմանաք սրա նշանակությունը։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։